Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Եվրամիությունը նոր առաքելություն կուղարկի Հայաստան։ Հայկական ծիրանի առաջին խմբաքանակը հասավ Լեհաստան։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվող լարվածությունն ինչ ազդեցություն կունենա TRIP նախագծի վրա։ Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել։ Եվրամիությունը Հայաստանում նոր առաքելություն կտեղակայի, այն կպայքարի հիբրիդային սպառնալիքների դեմ։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ նոր առաքելության ստեղծումը կհաստատվի Բրյուսելում կայանալիք Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։ Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ, պայքարելու հիբրիդային սպառնալիքներին և արտասահմանյան տեղեկատվության մանիպուլյացիայի ու միջամտության դեմ, որոնց նրանք իրականում բախվում են։ Եվրամիության արտաքին գործերի նախարարներն ավելի վաղ կանաչ լույս էին վառել Հայաստանում քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգներ Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների, ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբերհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները ստիպեցին հայ տնտեսվարողներին նոր շուկաներ փնտրել։ Հայկական ծիրանի առաջին խմբաքանակն արդեն Լեհաստանում է։ Իմ գործընկեր Նունե Գևորգյանն է եղել Կատովիցեում և հետևել ծիրանի ներմուծման գործընթացին։ Հայաստանի այգիներից լեհական շուկա։ Ծիրանի առաջին խմբաքանակն արդեն Կատովիցեում է։ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանը ընդլայնում է արտահանման աշխարհագրությունը։ Հայկական ծիրանի առաջին 20 տոննան արդեն հասանել է լեհական շուկայում։ Օրերս սպասվում է ևս 60 տոննա ծիրանի ներմուծում, իսկ մինչև 2027 թվականը Լեհաստանը նախատեսում է Հայաստանից ներմուծել մոտ 1000 տոննա ծիրան։ Հատկանշական է, որ ներմուծողներն այս ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս Հայաստանի նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումներից առաջ։ Հայաստանի ծիրան ներկրելու գաղափարը սկսավ 2025 թվականից։ 2025 թվականին մենք գնացինք Հայաստան լե կոլեգաներով, կազմակերպեցինք բիզնես ֆորում, որտեղ գիտակցում ենք, որ հետագայում կարող խնդիրներ առաջանան հայ-ռուսական հարաբերությունների մեջ, քանի որ Հայաստանը արդեն մոտ 6 տարի ընտրել է Եվրոպայի ուղի ու շարժվում է դեպի Եվրոպա, ու մենք կանխատեսել էինք, որ սենց խնդիրներ կարող լինեն։ 25 թվականին կազմակերպեց բիզնես ֆորում, եւ որ խնդիրները դեռ հենց այդքան չէին երևում, ու սկսան արդեն աշխատանքներ։ 2026 թվականին հունիսի 9-ին տեղի ունեցավ մյուս բիզնես ֆորում, որ ընթացքում մենք որոշեցինք, որ առաջի խմբականակ ծիրանը կներմուծենք Լեհաստան, ու այս պահին այսօր առաջի խմբականակը հասավ Լեհաստան, ու նաև ունենք արդեն պատվերներ շատ մեծ քանակի, հարյուրավոր տոննաներով ծիրանի, որը որ կանխատեսվում է մյուս տարի, որ պիտի ներմուծվի Լեհաստանի սուպերմարկետները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կատարած իր վերջի այցի ընթացքում հայտարարեց ինքնավար առևտրային միջոցառումներ նախաձեռնության մեկնարկի մասին, որով նախատեսվում է վերացնել մաքսատուրքերը հայկական արտահանման գրեթե 80%-ի համար դեպի Եվրոպական միության միասնական շուկա։ Մենք ունենք արտարոց դեպք, քանի որ մենք չենք մաքսազերծվել, մեր ծիրանը, որը եկել է Լեհաստան, մենք չենք վճարել ոչ մի մաքսային հարկ, ու ես կասեի, որ այսօր երեկա ապրանքը հասը ժամը 8-ին երեկոյան, շաբաթօրով լեհերը սովորաբար չեն աշխատում, բայց քանի որ մեր հայ-լեհական հարաբերությունները այն աստիճանի է, որ երբևէ չեն եղել, դրա շնորհիվ ստացավ, որ թե տամոժնյան, թե վետերինարը, թե սանեպիդը այսօր հատուկ մեր ծիրանի համար եկավ գործի, որ հնարավորինս դարձնի այսօրը, որ մենք կարողանանք ապրանքը համտեսենք ու վաճառենք։ Չնայած ստեղծված բոլոր նպաստավոր պայմաններին, Եվրամիության անդամ երկրի տեղական շուկա մուտք գործելը շարունակում է մնալ բարդ գործընթաց։ Նոր ապրանք մտցնելը շուկան շատ բարդ է, մեր ապրանքների շատ ապրանքատեսակներ ուղղակի մրցակցային չեն համեմատած Եվրոպայի ապրանքներին, ստեղի մեր հիմնական շահը ու օգուտը, որը որ մենք կարանք ունենանք ներկայացնենք ցանցերին, դա համն է, որը որ համը փորձելուց օրինակը վերցնելով ծիրանի, լեգնորդը հասկանում է, թե ինչ է առնում ու ինքը պատրաստ է ավել վճարի որակի համար, բայց այդ գինը պիտի շատ մոտ լինի եվրոպական կոնկուրենտների, չի կարող կրկնակի կամ երակի թանկ լինի։ Մարդիկ իմացել են ուղղակի Եվրոպա բառը ու ավտոմատ գները բարձրացրել ապրանքի, հենց հնար է, որ շուկան անհավասարաչափ է։
Պետք է հաշվի առնենք մի բան, որ մենք ձեռք ենք բերում դիվերսիֆիկացիա, որը որ մեզ կթողի տարիների ընթացքում, որ մենք որոշենք, թե ումն ենք ապրանքը վաճառում, ոչ թե իրանք որոշեն, թե մեր ապրանքը կընդունեն, թե ոչ։ Միացյալ Նահանգների եւ Իրանի զինված ուժերը հրթիռային եւ դրոնային ուժգին հարվածներ են փոխանակել գիշերվա ընթացքում։ Միացյալ Նահանգների զինված ուժերը շարունակել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին։ Ըստ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության հարվածների նպատակն է կանխելու Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումը։ Հաղորդվում է, որ ամերիկյան ուժերը մի քանի տասնյակ թիրախների են հարվածել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հարվածներ է հասցրել Հորդանանում, Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական թիրախներին եւ բազաներին, հաղորդել են պետական լրատվամիջոցները։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Իրանը չի կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարում իր պարտավորությունները։ Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների լարումը ինչ հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի համար, որքանով այն կարող է ազդել TRIP նախագծի իրականացման վրա, հաշվի առնելով իրանական կողմի նախկինում հայտնած անհանգստությունները։ Հարաբերությունների կայունացման սպասել, թե իրավիճակն ավելի է լարվելու։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Բերուջանյան, չնայած բանակցություններին եւ նախաստորագրված հուշագրին, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները վերջին օրերին դարձյալ լարվեցին, կողմերը շարունակում են հարվածներ հասցնել եւ դրանց համար արդարացումներ ներկայացնել, ինչի կարող է վերաճել այս լարվածությունը, արդյոք սպասել կայունացման, թե իրավիճակն էլ ավելի է լարվելու։ Ինչպես նշեցիք, այո, վերջին օրերին լարվածությունը կրիտիկական մակարդակի հասավ եւ կողմերը ըստ էության հարվածներ, փոխադարձ հարվածներ հասցրեցին եւ գլխավոր պատճառը միանշանակ մնում է Հորմուզի նեղուցի կարգավիճակը եւ կարծում եմ, որ քանի որ սա հիմնական տնտեսական նաեւ բաղադրիչն է, սրա շուրջ կարծում է նաեւ այդ ռազմավարությունը, թե ինչպես պետք է պատասխանել եւ քանի որ գիտենք պատճառը հանդիսացել էր այն, որ Իրանը նավեր էր կանգնեցրել եւ կալանավորել էր, չէր թողել որպես անցնեին, իսկ դրան ի պատասխան ԱՄՆ-ն սկսել էր հարվածներ հասցնել եւ հենց մեկնաբանություններն էլ այն էր, որ հարվածները հասցվում է այն ենթակառուցվածքների եւ այն ուժերին, որոնք ուղղակիորեն պատասխանում են Հորմուզի նեղուցում Իրանի կողմից նավարկության սպառնալիքին, բայց եթե ավելի խորքային նայենք նաեւ հարցին, թե կողմերը ինչ առաջնահերթություններ ունեին, օրինակ հենց պատերազմի սկզբի տրամաբանությամբ ԱՄՆ-ի հնարավոր նպատակները, որ առաջնահերթություն էր սահմանվել, Իրանի միջուկային զենքի այս ձեռք բերելու հնարավորությամբ կանխումներ, թույլատնել Իրանի ռազմական ներուժը, սահմանափակել Իրանի տարածաշրջանային ազդեցությունը եւ ապահովել Հորմուզի ազատ նավարկությունը։ Քանի որ կարծիք կա, որ Հորմուզը միջ պատերազմը գտնվում էր բացարձակապես ազատ կարգավիճակում եւ այնտեղ ոչ մի խնդիր չէր առաջանում, կարծում եմ թերի է, որովհետեւ Հորմուզում միջև պատերազմը չնայած այսպիսի ռազմական կենտրոն չէր դարձել, բայց ամեն դեպքում այնտեղ իրանական կողմը բազմիցս այն պատրվակով, որ իրենց ծովային ջրային տարածքներն է, երբեմն նավեր էին կանգնեցնում եւ խոզարկություններ էին անում եւ հիմնական նաեւ ապահովողը Հորմուզի եւ ամբողջ Պարսից ծոցում Ամերիկայի 5-րդ նավատորմն էր, բայց քանի որ պատերազմ սկսվեց եւ այս Հորմուզի շուրջ խնդիրը դարձավ էլ ավելի կրիտիկական եւ կարծում եմ, որ այստեղ ԱՄՆ-ն նույնպես էր հաշվարկ ուներ եւ մտածում էին, որ Իրանի հնարավորությունները ռազմական այնքան կոչացնեն, որ Իրանը ուղղակիորեն չի կարող Հորմուզի խաղակարտը շահարկել, բայց ամեն դեպքում տեսանք, որ Իրանի համար Հորմուզը մնում է հիմնական խաղակարդ նաև բանակցությունների սեղանին, հետևաբար կարծում եմ, որ զարգացումները ապագա հենց լինելու են հիմնականում Հորմուզի նեղուցի շուրջ եւ դրանից կբխվի արդեն բանակցային մյուս կետերը, միջուկային ծրագիր եւ այլն։
Ամեն դեպքում այս լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա ինչ կերպ կարող է անդրադառնալ։ Կարծում եմ, որ տեղային հարվածները այդքան էլ մեծ նշանակություն չունեն, ընդհանուր տրամաբանությանը պետք է անդրադառնանք, որ ինչպես էլ նախկինում նշել ենք, Իրանի եւ ԱՄՆ-ի ցանկացած նոր ռազմական բախում եւ հարաբերությունների սրացում, կարծում եմ, որ այդքան էլ օգուտ չի Հայաստանի Հանրապետության համար, քանի որ մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ Իրանի եւ ԱՄՆ-ի հետ, հետեւաբար երբ Իրանում պատերազմը շարունակվում է, խնդիրներ է լինում թե լոգիստիկ առումով, թե տնտեսական առումով, դա նաեւ մեր վրա է անդրադառնում ուղղակի եւ անուղղակի ձևով, քանի որ Իրան, ինչպես գիտենք, մեր հիմնական տարանցիկ երկրներից մեկն է, եւ մենք այստեղ խնդիր ենք ունենում զուտ տնտեսական առումով վերադասավորվելու եւ այլընտրանքներ փնտրելու, իսկ քաղաքական առումով այն է, որ Հայաստանը փորձելով դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը եւ Իրանին եւ ԱՄՆ-ին դիտարկում է այն պետությունների շարքում, որոնց հետ պետք է առաջնային շատ լավ հարաբերություններ պահպանել, իսկ տվյալ դեպքում ԱՄՆ-ն քանի դեռ Իրանի հետ ունի թշնամական հարաբերություններ, մենք այստեղ ուղղակիորեն չենք կարող ինչ-որ մեկի կողմը բռնել, այլ պետք է շատ դժվար մանևրել, որպեսզի կողմերի համար հասկանալի լինի, որ Հայաստանի Հանրապետության արտաքին առաջնահերթություններում թե Իրանն է գլխավոր դիրք զբաղեցնում եւ թե ԱՄՆ-ն, ինչա կարծում եմ այս պահին հնարավորինս լավ ստացվում է մեզ մոտ, քանի որ իրանական կողմը վստահում է մեզ այն առումով, որ Հայաստանը երբեք չի օգտագործվի որպես Իրանի դեմ երրորդ երկիր։ Իսկ այս լարվածությունը որքանով կարող է ազդել օրինակ TRIP նախագծի իրականացման վրա, որովհետև ամեն դեպքում իրանական կողմից նախկինում հնչում էին անհանգստություններ այս հարցի շուրջ։ Եթե անկեղծ խոսենք, ապա քանի Իրանի եւ ԱՄՆ-ի այս թշնամական հարաբերությունները պահպանում են եւ վստահության խնդիր կա, ապա բնականաբար ցանկացած ներկայություն, թեկուզ դա լինի մասնավոր ընկերության տեսքով կամ լինի տնտեսական հարաբերությունների տեսքով եւ ընդհանրապես չպարունակի ռազմական համագործակցություն, ապա իրանական կողմը միանշանակ սրա նկատմամբ ունենալու է խուսափողական եւ նաեւ փորձելու է հաշվել ռիսկները, թե արդյոք ինչքան էլ այդպես ներկայացնում են, ինչ որ պահի դա չի կարող օգտագործվել իր դեմ, կարծում եմ, որ այս խնդիրների շուրջ պետք է Իրանի հետ խոսել, որ այո, օրինակ TRIP նախագիծը եթե իրականացվի եւ այն փաստաթղթում արտացոլված այդ դրույթները իրականացվեն, ապա դա Իրանի դեմ չի կարող ուղղվել, որտեղ սա զուտ տնտեսական նախագիծ է, չնայած նաև պարունակում է քաղաքական եւ անվտանգային բաղադրիչներ, բայց ամեն դեպքում իրանական կողմը կարծում եմ կոնկրետ TRIP-ի վերաբերյալ չունի այն մտահոգությունները, օրինակ ինչ ունի Ադրբեջան-Իսրայել համագործակցության, ռազմական համագործակցության, նաև Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմաբազաների, արաբական այլ երկրներում նաև ԱՄՆ-ի ռազմաբազաների վերաբերյալ, կարծում եմ, որ այստեղ TRIP-ը ավելի երկրորդային է, քանի որ ամեն դեպքում ռազմական եւ քաղաքական բաղադրիչ այդքան էլ մեծ չի։ Եվ քանի որ ձեր խոսքում նաև անդրադարձակ Հայաստան-Իրան հարաբերություններին, Նիկոլ Փաշինյանի այցը ինչ նշանակություն ունեցավ այդ առումով։ Կարծում եմ, որ սա նաև լավ ժեստ էր ցույց տալու, որ Իրանը այնպիսի երկիր է, այնպիսի կարևորություն ունի, որ Հայաստանի Հանրապետության առաջին դեմքով պետք է մասնակցություն ունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հուղարկավորությանը, ինչպես տեսանք, օրինակ այլ մեր հարևանները հիմնականում երկրի ղեկավարի մակարդակով մասնակցություն ունեին, չնայած Վրաստանի նախագահի մակարդակով էր, բայց ամեն դեպքում այն ժեստը, այն սիմվոլիզմը, որ մեր կողմից ցուցաբերվեց, որ հենց երկրի ղեկավարը գնաց, սա առաջին հերթին ցույց է տալիս Իրանի կարևորությունը Հայաստանի համար եւ
նաև Իրանին նույնպես ցույց տալու, որ Հայաստանի Հանրապետությունը Իրանին դիտարկում է իր մոտ ամենավստահելի գործընկերների շարքում։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Երեկ Հայաստանում նշվում էր ամենասիրված տոներից մեկը՝ Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը։ Հանրապետության հրապարակում կազմակերպված տոնակատարությանը հետևել է իմ գործընկեր Դիանա Սկայան։ Սա Վարդավառն է։ Եթե չես թրջվել, ուրեմն Վարդավառին չես եղել։ Այս տարի Վարդավառի սիրտը Հանրապետության հրապարակն էր։ Համերգ, երաժշտություն, ջուր բոլոր կողմերից։ Մի պահ նկարում ես, հաջորդ պահին արդեն ամբողջ ճովին թաց ես։ Այստեղ ոչ ոք չի հարցնում, կարելի է թե ոչ։ Տեղացիները գիտեն կանոնները։ Զբոսաշրջիկները սովորում են տեղում։ Իսկ երբ հրապարակ են մտնում ջրցան մեքենաները, ամբողջ հրապարակը նորից պայթում է ուրախությունից։ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ անց։ Այն հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է, բայց դրա արմատները շատ ավելի հին են նախաքրիստոնեական ժամանակներից։ Ու հենց այսպես է անցնում տարվա ամենաթաց օրը եւ թերևս ամենաուրախը։ Դիանա Սկայա, Երևանից։ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարական է տվել։ Նրա հրաժարականի մասին նախագահ Զելենսկին հայտարարել էր դեռ երեկ։ Սվիրիդենկոն կառավարության ղեկավար էր նշանակվել 1 տարի առաջ։ Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է կառավարության վերագործարկման մասին։ Հիմնական պատճառը նախարարների աշխատանքի նկատմամբ դժգոհություններն էին։ Զելենսկին մասնավորապես նշել է, որ Եվրամիության հետ շատ հարցեր չեն լուծվում, Լեհաստանի հետ հարաբերությունները վատանում են, Հունգարիայի հետ անհրաժեշտ առաջընթաց չկա։ Նրա խոսքով արտաքին քաղաքականության յուրաքանչյուր առաջնահերթուղության համար պատասխանատու կլինի կոնկրետ անձ մեծ փորձով, որը կկարողանա իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում առաջնորդների մակարդակով եւ որոնց սպասում է Ուկրաինայի ժողովուրդը։ Զելենսկին չի նշել, թե արդյոք այդ ուղղություններից որևէ մեկի համար պատասխանատու կլինի Սվիրիդենկոն, իսկ տարբեր աղբյուրներ նշում են, որ նա կարող է դառնալ Միացյալ Նահանգներում Ուկրաինայի դեսպանը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։